Այսքանը, եթե կա անհրաժեշտություն առանձին էլ կարեմ ձեզ բացատրեմ։ Հաջորդ հարցը լսում։ Ինչ հնարավոր արել եք, արդյունք չկա խոշոր հաշվով ու ինչ-որ սպասել նոր անդելիքներ չկա։ Բայց ասում եք, հանրային ճնշումով փորձեք այդ թալանածը վերադարձնել։ Արցախցիները բազմիցս գնացել են դատախազություն այդ գործերով, չեն ընդունել։ Դրա համար, այդ նույն հանրային ճնշման համար մենք հրապարակային այդ հայտարարություն արել ենք։ Ուրեմն օր ժամ եք որոշում, դատախազության առջև մենք կանգնում դուք մտեք, ողջ ընդունեն, իմանանք, որ արել եք, չեն ընդունել։ Մտեք, այդ ժողովուրդը ասեք, իրանք այս հարցին են սպասում։ Այդ թալանածը ոնց դատաիրավական պրոցես արագացնենք, որ մարդիկ աղետում չհայտնվեն։ Եկել մի ուրիշ բան, որ ասում եք ստեղ հավաքվածներին, չգիտեմ ում գումարային $5 միլիոն, հավատացեք հիմնադրամում այնպիսի գումարներ յուրացվել, որ $5 միլիոն այսքանի մեջի բաժանած, սովորական մարդիկ են երևի մեկը մի 5 միլիոն դրամ, 10 միլիոն դրամ վարկավեցել։ Մենք խոսում ենք, պարոն Շախրամանյան, դուք էլ տեղյակ եք, համանավանդ 2 տարի ԱԱԾ-ի պետ եք եղել Արցախում, ու Արցախը գիտենք, տելեկոմով, ոսկյանքով, ոնց է թալանվել ու որոշ վերնախավով, մի բան էլ չեք արել, բայց թողենք մի կողմ եք։ Հիմա այս վիճակումն ենք, որոնք որ հիմա ենք հայտնել։ Կա կարիքը, միասին գնում ենք, դուք մտնում եք, դες կմերժեն, կիմանանք, որ դուք ձեր անելիքը իրոք արել եք, նույնիսկ հանրային ճնշումը որպես լինի, չի ստացվել, դες անձերություն եք։ Ես քեզ հասկացնում, եթե դուք գտնում եք, ներկայացնում եք ժողովրդին, մեր արցախցիներին, ոչ թե մի խումբ մարդկանց, ես պատրաստ եմ ձեր հետ միասին գալ, ներկայանալ դատախազություն, ներկայանալ քննչական կոմիտեի, նման առաջարկ իմ կողմից եղել է նաև նախաձեռնող խմբին, որ պայմանավորվեն քննչական կոմիտեի ղեկավարի հետ, որպեսզի դուք գնաք հանդիպեք եւ ձեր հարցերը դնեք իրենց առաջ։ Այսօրվա միջոցառման նաև կազմակերպիչների հետ ես 3 առաջ օրը խոսացել եմ հեռախոսով։ Մենք պայմանավորվել ենք, որ իրենք պիտի գան։ Մենք հարցերը քննարկենք։ Ես պատրաստական եմ ձեր հետ միասին, ոչ թե քայլելով գնանք, պայմանավորենք դատախազի հետ, գնանք մտնենք մոտ ու ձեր ներկայությամբ։ Դուք ուղղեք ձեր հարցերը, ստացեք սպառիչ պատասխաններ։ Բոլորս միասին, ձեր հետ միասին դատախազության առջև մի ժամ այնտեղ էլ արդեն հավաքվեն գործերը առաջ տանք։ Ինձ ուղարկեք ձեր կողմից այն մարդկանց ցանկը, ովքեր պատրաստ է հանդիպելու եւ ներկայացնելու հարցեր։ Մարդիկ կսպասեն, դուք մտեք, իրանց փոխանցեք այն հարցը, որ մեզ ավուզում, ու դուք ասում եք, եթե հավաքեք խնդիրը, այսքանի օգուտ չի, հանրայինը, ես համոզված եմ, որ դուք էլ գիտեք, որ այս հարցը, որը բարձրացրել եք, մեծամասնության շահերի համար է եւ մեծամասնության հետաքրքրում է, բոլորին ունեն սոցիալ խնդիրներ։ Ուզում եմ ասել, սա այս պահը, որ սա Արցախի մեծամասնությանն է վերաբերում եւ իրանց խնդիրն է։ Սա ընդունենք որպես փաստ։ Էմանացածներ արդեն ձեր ուղղակի պարտավորվածությունը ու պարտականությունն է լինելով այն պաշտոնի, որին որ դուք կաք։ Ինչ վերաբերում այն պարտականություններին, ես շատ լավ գիտեմ ինչ այն պարտականությունները։ Իմ խոսքը դրա մասին է, ովքեր են պատրաստ, ես այդ հարցը կբարձրացնեմ, եթե կընդունենք, կընդունենք։ Իմ հետ միասին մտեք եւ ժողովրդին ներկայացրեք այս հանրահավաքի ակտիվիստներից մեկն էլ դու ես։ Մտնենք, լսի եւ ներկայացրող ձեր պահանջները։ Ինչ ասեմ։ Բոլոր ժողովուրդը, եթե պետք է տրեքստոկներ քանակի, տարբերակի մասին կմտածեք, թե միջև իրակի օրը համասարակը տանեք։ Իսկ ինչի վերաբերում է, ասում եք, ուրեմն երկու շաբթի օրը ժամը 10 ձեր կողմից ստեղծված նախաձեռնող խմբին սպասում քննարկելու այդ հնարավոր բոլոր զարգացումները, մտնելու դատախազություն, քննչական կոմիտե, այդ հարցերի պատասխանները ոնց եք հասցնելու մեր ժողովրդին, եւ պետք է ժողովրդին բացատրել, որ դա երկարաժամկետ պրոցես է, ու տես չի, որ այդ թալանածը վերցնելու են բաժանեն բոլորին։ Դա պիտի վերադարձվի Հայաստանի պետբյուջե, որտեղից սոցիալական հարցերը պետք է լուծվի մեր ժողովրդին։
Ընդհանուր արագացնելիս, որովհետև արագացնելիս, դա հասկացան, դա դիրեցիք միայն։ Նշում եք անհատական մարդու, յուրեն եք նշում, իսկ էլ ասում, Արցախը թալանած մարդկանց կողքեր ինչը զդաչի է։ Դա 100%-անոց ակի է։ Իրոք սպասելի։ Իսկ ինչը վերաբերում ասիկ ընդհանուր թալան է, մուք սաղս գիտում։ Ժողովրդի կողմից, հասե այսքան հավաքված մարդկանց կողմից, առաջադրումը այդ առաջարկությունը քեզանով, Արցախի տեղեկատվական շտաբով, մինչև եկույց կեսօր, խնդրանք ու պահանջ։ Հրապարակումը ինչ նյութեր եք տուալ խնչական է, հրապարակումը ինչ նյութեր դուք գիտում եք, հրապարակումը դերասում եք ժոստիցիսկեր եկա, էսմին եկա, էմին եկա, ֆլեշկապ տարամադրին, մարդիկ երեք են ընդունում Արցախբանկը, մարդու հետևից հիմնավոր պատասխանը մինակ մին ձևատա, ասմացեր փող են տար չոնել, բարիս բուն իմաստա ժողով, ասմացեր փող են տար չոնել, տարը հիմբկյա, նույն Եվրոպայի փողը դնում եք ձերքին, մեկ մեր պահանջը ասեիսա, Արցախի տեղեկատվական շտաբով այդ ձեր մասան։ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին, ազգային ժողովի նախագահներն անհետևանքացած սկանում։ Արցախի ազգային ժողովի սայտով հրապարակումը ներդրումային հիմնադրամի, զուգաջակցության հիմնադրամի բոլոր նախարարություններից օգտված ու մեկ էլ Արցախի ով ինչ պատճառել է, թե չերես քաղաքաշինության նախարարություն, թե չերես ներդրումային հիմնադրամ, այսինքն նշում քաղաքաշինության նախարարություն Մեր տվյալ կայեկացած էր նշում, միգուցե ես սխալ եմ գիտում, բայց այդ ձևի մեկնաբանությունները կավ էր Արցախի քաղաքաշինության նախարարությունով մարդկանց ունեցվածներ ինչ է կալան։ Նորից ասում, սոր մուկ տեսնում եք ինտերնետը մոտ գալալը տոնը ծախալա եկա եկա։ Նույն ձևի սաղեն, օժոք պարմատի, ասկարա, Դուգրամ ցավը հասարակական կազմակերպություն, այսպես է թե չէ։ Այո։ Ձեր գործան համար։ Մերոք։ Կեմեկենալ արսենապերացինի տերը դասավորալա մստով մուկեկեցակ պետրեգիստր գրացվա։ Էշկերելի կանիշ։ Հիմա երկու շաբթի օրը կքննարկենք նաև այդ հարցը, ձեզ տրամադրելու բոլոր այդ փաստաթղթերը եւ ձեր կողմից հրապարակել։ Այսինքն մեր առաջարկածը միջև վաղը կեսօր չեք կարողանա։ Ընդհանրապես հիմա չկա խոհասած։ Սա այս փաստաթղթերը մի րոպե, սա տրամադրված է բուժային կառույցների, քննչական կոմիտեի, դատախազության, մեր կողմից իրանց կողմից հարգարավոր։ Եվ մեր հանդիպումների ընթացքում դուք այդ հնարավորությունը կունենաք հաստատելու ինչ փաստաթղթերը իրենց փոխանցված, ինչ աշխատանքները իրականացված, այդ պահանջները միջև վաղը հրապարակեք, մի հրապարակեք, դա իրականությանը համապատասխան չի, որովհետև այդ տեղեկությունները պարունակում են անհատական գաղտնիք, վերը մունք որպես պետական մարմին իրավունք չունի կանին։ Եթե դուք ի վիճակի եք, իրավասու եք, այդ ամեն ինչը անելու պատրաստ եք, ձեզ փոխանցիկ դուք հրապարակեք։ Այսինքն հնարավորություն չունի որպես Արցախի ազգային ժողովի նախագահ, խմբակցության ղեկավարներ, որպես Արցախի հանրապետության ներկայացուցիչ նախագահ դուք իրավունք ունեք տեղեկատվական շտաբով հիմնադրամի դիվերսիոները տեղադրի, որպեսզի մեր ժողովուրդը գիտա բսու ախվանա։ Հիմնադրամը տեղեկությունները բազմիցս անգամ հրապարակվել են տարբեր մարդկանց կողմից, տարբեր անձանց կողմից։ Դա պարունակում են անհատական տվյալներ։ Դրա հրապարակման լիազորությունը մենք չունենք։ Եթե դուք ուզում եք գրավոր դիմեք մեզ, մենք ձեզ տրամադրենք, դուք հրապարակեք։ Յուրեն ինչ եմ գիտալիս, յուրան ինքն է հրապարակալ իրան տեղեկացությունները։ Շատ լավ, իրա, ճղճղամ է։ Պատրաստ ես այս քան ժողովրդի մեկի, առանց ես դա դու խոսիկ լրատվականին նկարի։ Հանգիստում ասып կլինուս, քեզ հարգել եմ։ Դու մեղավերտ սվեր տեղս, անային նկարի մարդը, քեզ կցալ է այդ օրը, դու մեղավերտ ես քեզ լավ Յուրա, ունենալավ 46 միլիոն պարկ, դու 1000 դրամ չես պակավ։ Եկած տեղ մենք հիմնադրամին թալանը ետում բերում։ Դու վս ետ բերում։ Քեզ տրամադրալը Արայիկ Հարությունյան հետ գումարները, բայց դու իրան դեմենից լա գործ ունելիս, հիմա դե ասեց ըսան դու հուվս։ Շո, վերջացրել։ Նա պետ, մի րոպե, երկու շաբթի օրը, սպասում ձեր նախաձեռնող խմբին,
ձեր հետ միասին աշխատենք կազմակերպելու եւ դուք կտեղեկացնեք մեր ժողովրդին, այսքանը։ Յուրան եթե եկա ստեղ խոսում, ու իրեն օն է այդ խնդիրը,